Ողջույն հարգելի բարեկամներ, բարի գալուստի Մալիկ, նրանք ովքեր նոր են միացել Մալիկին, ասեմ, որ ես Լուսինեն եմ, ապրում եմ Ֆրանսիայում, ես կոլեկցիոներ եմ, հավաքում եմ վինտաժային եւ անտիկ զարդեր ու իրեր եւ պարբերաբար ներկայացնում եմ ձեզ մասնավորապես զարդերը, որովհետեւ դա է իմ պրոֆիլը։ Այսօր կնայենք վերջերս կատարված գնումները ընդհանուր առմամբ, չեմ առանձնացնի զարդերը, քանի որ դրանք մի քանիսն են, ես արագ ցույց կտամ։ Սեղանի վրա տեսեք ինչ է կատարվում, արկա է ֆարֆար, հագուստ, կոսմետիկ խնամքի միջոցներ, պարուսյակ, բյուջետերը, այս ամենը կնայենք ավելի մանրամասն, մնացեք ինձ հետ հետաքրքիր արժևում է, դե գնացինք։ Դե ինչ, սկսեմ ամենափխրուն բաներից, այս գեղեցիկ նուրբ տրիոներից, որ ընդհանուր առմամբ այս տրիոները իրենք վաճառվում են յուրաքանչյուրը առանձին, բայց ես վերցրել եմ 6 հատը միասին։ Հիմա նայենք հերթով մանրամասն այս գեղեցկությունը։ Ավելի մոտիկից կնայենք այս ամենը։ Շատ գեղեցիկ ծաղիկներ են, վարդեր, վարդագույն եւ դեղին, ահա մարկիրովկան Բավարիա, ունի փոքրիկ ափսե, դեսերտի ափսե։ Սա այսպես, նայենք մյուս գեղեցկությունը։ Կարծես այս մյուս բաժակի հետ ինչ-որ առումով նման են, ծաղկային առումով, բայց նախշազարդերը տարբեր են։ Կրկին արկա է փոքրիկ սուրճի ափսեն եւ դեսերտի ափսեն։ Կոմպլեկտ է, քանի որ նախշազարդերը համընկնում են, ինչպես տեսնում եք, բաժակի ու ափսեների։ Պարզապես վարդն է մի քիչ ուրիշ երանգով, օրիգինալն է։ Այս երրորդ մոդելը ինձ շատ դուր եկավ, յուրահատուկ է, ոչ սովորական, ինչպես այս կլասիկ ծաղկային տարբերակները, սա ավելի ռետրո է, եթե նայում ենք ծաղիկը եւ նախշազարդերը 50-ականներին բնորոշ ռետրո ոչ։ Արկա է դարձյալ սուրճի բաժակի ափսեն եւ դեսերտի ափսեն։ Ինչպիսի գեղեցկություն, յուրահատուկ է այս տրիոն, կարծես ամրոցի ինչ-որ սպասք լինի, դասական, խիստ վերսալական մոտիվներով եւ ահա նայեք այս գեղեցկությունը, նույնպես ունի սուրճի բաժակի ափսեն եւ դեսերտի։ Այս մյուսը ունի ոտիկներ, հիմնականում բոլորն է Բավարիայի արտադրություն է, գործարանային, նույնպես շատ նրբագեղ, նրբաճաշակ տրիո, իսկ այս մյուսը ծաղիկները արկա են եւ դրսից 4 փունջ ծաղիկ, նել ներսից շատ գեղեցիկ ծաղկային փունջ, եթե նայում ենք կանթը ինչպիսին է, ութաձև, սա նույնպես այդպիսին էր այս մյուս բաժակինը։ Իսկ այս մյուսինը ավելի կլասիկ, երկարաձև, երկարավուն է։ Եվ նայենք ծաղիկները, շատ գեղեցիկ ափսե է եւ տեսեք այստեղ ինչքան գեղեցիկ ծաղիկներ կան, մեզ բոլորիս ծանոթ, գեղեցիկ կոմպոզիցիա է։ Անդադար կարելի է հիանալ այս տրիոներով, իրոք որ նախկինում մարդիկ ավելի էսթետիկ են ապրել, ամեն ինչից հաճույք են ստացել, նույնիսկ հասարակ մեկ գավաթ թեյ կամ սուրճ խմելուց մեծ հաճույք են ստացել նմանատիպ սպասքից օգտվելով, իսկ հիմա էլ մենք ենք օգտվում, ահա այս գեղեցկությունը փոխանցվում է սերնդից սերունդ։ Գնահատողները իհարկե կգնահատեն եւ մեծ հաճույքով կօգտվեն այս ամեն ինչից, ինչպես որ անում եմ ես ինքս, անտարբեր չեմ, թեպետ դժվար է տեղափոխման առումով, երբ որ գնում ես, տեղափոխում ես մի տնից մյուս տուն եւ այլն, բայց մաքսիմալ զգուշություն է պահանջում, բայց իհարկե արժե այդ խնամքը, աշխատանքը նմանատիպ իրերի հանդեպ։ Եկեք նայենք հաջորդ փխրուն բաները, զարդերը, չչարաշահեմ ձեր հետաքրքրությունը, գիտեմ, որ շատերդ էլ իմ նման զարդասեր եք եւ անհամբեր սպասում եք իմ տեսանյութի այս հատվածին։ Սկզբում ցույց տամ այն, ինչ որ երևում է, սովորական հուլունքներ են, որոնք շատ պոպուլյար են եղել 1960-ականներին եւ տեսեք յուրաքանչյուր հուլունքը տրված է վարդի ձև։ Ճանաչված են այս գործերը եւ գնահատվում են կոլեկցիոներների կողմից։ Կոնկրետ այս մոդելը այսպիսի վարդերի տեսքով
կատարված հուլունքները։ Դե սա արդեն նույնպես վինտաժային հուլունքներ են, պերլամուտովի մոխրագույն և մատովի մոխրագույն երանգներով, առկա է վինտաժային փական, պահպանված է լավ վիճակով, հետաքրքիր վզնոց է։ Ցույց տամ մյուս վզնոցը, ահա այսպիսին է։ Եթե կա այս գնդիկը, ուրեմն լավ ընկերություն է արտադրել, որպեսզի հեշտ գտնես և արձակես, մտածված է դա արված, երկու տակից շղթա, սնեյք է կոչվում այս տափակ գործվածքը։ Անդրադառնամ այս թևնոցին, Հոնգ Կոնգի արտադրություն է, կա մարկիրովկան, ոսկե ջրված թևնոց է, ահա այստեղ նշված է, որ արտադրված է Հոնգ Կոնգում։ Կլասիկ, էլեգանտ, ինչ որտեղ նաև ռետրո, հեշտ է համադրել այսպիսի թևնոցները, թե սպորտ շիկ հագուստի հետ, թե կլասիկայի էլեգանտ ինչ-որ շորիկի հետ, casual ոճի հետ շատ հեշտ համադրվող թևնոց է և երիտասարդների կողմից շատ սիրված։ Մեկ այլ դեպք է այս թևնոցը, տեսնում եք, որ արտադրված է պոդ վինտաժ, ժամանակակից զարդ է, բայց արտադրել են այնպես, կարծես վինտաժային լինի, ահա ռետրո ոճի, բլու մաղին և ոսկեգույն էլեմենտներով։ Կամեո բրենդն է արտադրել, իրական արժեքը 8 եվրո։ Ահա այսպիսի թևնոց, որը հիշեցնում է մեզ 80-ականները, այ նմանատիպ թևնոցներ կրել են 80-ականներին, բայց սա վերջերս է արտադրված, ուղղակի այդպիսի վայբ են ստացել 80-ականներին բնորոշ, կոչվում է պոդ վինտաժ, ականջողեր, օղակաձև, լոկանիկ, առանց ավելորդությունների որևիցե, ռետրո, ինչպես նաև սպորտ շիկ, կարելի է կրել այս թևնոցի հետ միասին, առանձին եմ գնել երկուսն էլ, բայց տեսեք ինչ համահունչ են նայվում միասին, ինքնստինքյան դարձավ կոմպլեկտ, սիրում եմ զարդերը կոմպլեկտավորել։ Այս մյուս ականջողերը իտալական ծագման ականջողեր են, շատ փայլուն կրիստալներով, ռետրո ոճի ականջողեր, կլիպսներ չեն, այսօր Արտա է նաև մեկ այլ օղակաձև ականջողեր, այսա, ինքնատիպ, յուրօրինակ, գեղեցիկ է նայվում, սպիտակ թիշորտերի հետ, երիտասարդները մեծ հաճույքով կրում են նմանատիպ ականջողեր։ Մեկ այլ ականջողեր, որոնք կլիպսներ են, ազտեկական ոճի, հենց հատուկ այսպես սևացված է ի սկզբանե ստեղծվել, ոչ թե հնացել է, սևացել է, ոչ, ուղղակի ոճն է այդպես, ազտեկական ոճի, տեսնում ենք վրան, որս, հետաքրքիր է նայվում, կան այս ոճի սիրահարներ։ Անդրադառնամ այս բրոշին, նետ ու աղեղ հիշեցնող բրոշ է, կարծես նույն ազտեկական թեմայի մեջ, ինչպես այս ականջողերը։ Բակում երեխաներն են աղմկում, կներեք, իհարկե չեմ ուզում տեսանյութը դադարեցնել։ Տեսնենք ինչ կա այստեղ։ Շատ գեղեցիկ լոկանիկ բրոշ է, շատ փոքրիկ, չափսերով, պատկանում է Օրենա բրենդին։ Գեղեցիկ 3D էֆեկտով լոկանիկ բրոշ, այստեղ ինչ ունենք, մի հիանալի զարդ է, որից ինձ և առհասարակ շատերին շատ ուշուշ է հանդիպում, հազվադեպ հանդիպող հազվագյուտ բրոշներից է, ահա այն, երկու անգամ ունեցել եմ այս բրոշից, կարծես տարին մեկ անգամ հանդիպի, այդքան հազվագյուտ է, սա էլ երրորդ անգամ է ինձ բախտ վիճակվել գնել այս բրոշից, այն երկուսը չեն պահպանվել ցավոք սրտի, պատկանում է Սառա Կովենտրի ընկերությանը, ահա մարկիրովկան այստեղ առկա է, շատ գեղեցիկ էմալապատ, փիրուզների առկայությամբ, կարծես հատապտուղային տեսք հաղորդած լինեն այս զարդին, ավելի շատ ոնց որ հիշացնի ձմեռային ինչ-որ հեքիաթային
բրոշ, շատ ունիկալ է, շատ եմ հավանում ես այս գործը եւ իմ ամենասիրելի բրոշներից է Sarah Coventry։ Կարծում եմ այս մեկը կպահեմ ինձ վերջի վերջո։ Երբեմն խնդրում են եւ ես զիջում եմ իմ զարդերը որոշ կտորներ վաճառելով, ձեռք բերելով նորը, բայց քանի որ հավանականությունը քչանում է, որ դու կարող ես ճիշտ եւ ճիշտ նույն զարդից գնել հաջորդ անգամ, միգուցե սա կպահեմ ինձ համար։ Այսա ունիկալ զարդ է, ասեմ ինչու։ Նախ իր օրիգինալ տուփի մեջ է, երկրորդը տեսեք ինչ օրիգինալ մատուցում ունի, կարծես այս վարդ բրոշը ստեղծված է սիրելի մարդուն նվիրելու համար, ավստրիական բրոշ է, կրիստալը ավստրիական կրիստալ է, այստեղ գրված է Made in Autriche, այսինքն Ավստրիա է սա նշանակում, արկա է նաև ծաղիկի մոդելը, շտրիխ կոդը, եթե կա շտրիխ կոդ, ուրեմն այդքան էլ հին չի, բայց անզուգական աշխատանք է, ստեղծված է նվիրելու նպատակով ինչ-որ մեկին, այդպիսի աշխատանք է, կրիստալը շատ փայլուն, անզուգական վարդ, լավ են մտածել, որ ոչ միայն ուղղակի զուտ վարդ է, այլ նաև ֆունկցիոնալ է, այսինքն կարող է անհատը կրել, ոչ թե որպես սուվենիր պահի, ահա, այլ ուղղակի օգտագործի, դա շատ լավ լուծում է, կարծում եմ, հիանալի նվեր է յուրաքանչյուր սիրելի մարդուն։ Եվս մեկ անզուգական բրոշ, կոլեկցիոնի աշխատանք, իտալական բրոշ է, թողարկվել է ինչ-որ իրադարձության համար, տեղ Made in Italy, և կա համար ինչ-որ։ Իտալացիների կողմից շատ ճանաչված ու հայտնի բրոշ է եւ աշխատանքը անզուգական է, երբ նայում ես բրոշին, հասկանում ես, որ իսկապես լավ ընկերություն է այն արտադրել։ Եվ հիմա ցույց տամ այս գեղեցիկ, այս հրաշալի բրոշը, որը իր օրիգինալ տուփով է, իր սերտիֆիկատով, շատ գեղեցիկ կակաչներ է։ Ահա այստեղ նշված է, որ օգտագործված է 22 կարատ ոսկի, այս բրոշը պատված է 22 կարատ ոսկով, սերտիֆիկատում տարբեր լեզուներով մի քանի տեղ նշված է 22 կարատ ոսկի, տարբեր լեզուներով։ Եվ ինչ եմ ուզում ասել, այս բրոշից ինձ հանդիպել է երկու անգամ ընդամենը, սա մեկն էլ ես ունեմ, արդեն իսկ ունեի, ճիշտ և ճիշտ նույն բրոշից, նույն կատարումը, նույն սերտիֆիկատը, ահա նորից հավաստիագիր 22 կարատ ոսկեջրման մեթոդիկայով է արված, մի քանի լեզուներով կրկին նշված է, ճիշտ և ճիշտ նույն բրոշը, նույն սերտիֆիկատով, այժմ ունեցա երկուսը նույնից։ Հիմա արագ ցույց տամ կոսմետիկ միջոցները ու խնամքի։ Դեկիկոն գնեցինք միասին այս 3 լաքը իմ տեսանյութերից մեկի ընթացքում, երբ զբոսնում էինք քաղաքի կենտրոնով, մտա խանութ եւ գնեցի, օգտագործել եմ արդեն մեկ անգամ յուրաքանչյուրը, շատ արագ չորացող լաքեր են, հենց ներկապահին էլ այս կարմիր գույնն եմ քսել, ինչպես շատ արագ չորանում են, բայց խտություն չունեն, նույնպես էլ շատ արագ մաքրվում են։ Մեկ այլ դեպք է Շանելը շատ կայուն է, ահա համարը, ոսկեգույն տարբերակն է, այսա խտություն ունի և երկար է մնում եղունգների վրա, ցույց տամ այս դեոդորանտը, այս 3 պրոդուկտները գնել եմ Ամազոնից, այս 3-ը, ուրեմն սա դեոդորանտ է գեզ զգայուն մաշկի համար, սա միջոց է ակտիվ քրտնարտադրության դեմ, որը պահում է 5 օր, կարող եք քսել ափերի մեջ, ոտքերի տակ, թևատակերին, երեկոյան քնելուց առաջ եւ թողնել ամբողջ գիշեր այդ պրոդուկտը աշխատի, անմիջապես դադարեցնում է քրտնարտադրությունը, շատ լավ պրոդուկտ է, խորհուրդ կտամ, սա գովազդ չի, ուղղակի փորձված տարբերակ է։ Իսկ սա արդեն տոնիկ լասյոն է, հիդրատացնող, խոնավեցնող,
մանավանդ այս շոկ եղանակին մեր մոտ հիմա հենց այս պահին 34 աստիճան է եւ Եվրոպայի համար այս խոնավ կլիմայում անհնարին է դիմակայել շոկին, որովհետեւ կարծես ճահճային շոկ լինի խոնավության հետ միասին այդ շոկը անտանելի է, բայց ես չեմ դադարում ձեր համար տեսանյութ նկարահանելուց։ Ուզում եմ ներկայացնել այս տոնիկը, գերխոնավացնող հոյակապ պրոդուկտ է, պատվիրել ենք Ամազոնից։ Իսկական փրկություն այս շոկ եղանակին։ Դե Yves Rocher-ին արդեն ծանոթ ենք բոլորս, օգտվում ենք Եվրոպայում ապրող բոլոր հայերս։ Ցերեկային կրեմը իրենց լինիայից եւ էլիքսիրը եւ երկու հիդրատացնող պրոդուկտ, որը շատ չոր մաշկի համար սոս պրոդուկտ է համարվում, արագ խոնավեցնում է։ Հիմա կասեք ինչու ես օգտվում Yves Rocher-ից, քանի որ դու ավելի կողմնակից ես դեղատնային քսուկներին, ասեմ, Yves Rocher-ի քսուկները շատ թեթև են, ամռան շոկին իսկապես փրկություն է, որ ծանր չի, տեքստուրան խիտ չի, շատ նոսր է։ Եվ քանի որ չես ուզում շատ ծանր կրեմներ օգտագործել, ավելի լավ է ամռանը օգտվել այս տարբերակից էլիքսիրը եւ ցերեկային եւ գիշերայինն էլ կա, գիշերայինն էլ ունեմ, բայց գիշերայինը խիտ է ավելի, իսկ ցերեկայինը մի փոքր նոսր։ Բայց ինչու եմ ես միշտ խորհուրդ տալիս դեղատնային քսուկներից օգտվել, որովհետեւ այսպիսի կոսմետիկ ընկերությունների պրոդուկտների մեջ շատ կան օժանդակ նյութեր, այսինքն եթե վերցնում են օժանդակ նյութը որպես հիմք, որին պետք է խառնվի հիմնական այն վիտամինները, այն միներալները, օժանդակ նյութը կազմում է 90%, իսկ 10%-ը արդեն այդ վիտամինային էքստրակտները, մզվածքները եւ միներալները։ 10-ից էլ քիչ, եթե էքստրակտ է, դե պատկերացրեք, համարյա այնտեղ 1%, 2-3% նյութ է ծախսվում, այն ինչ որ իրան գրում են տուփերի վրա խաղողի մզվածք, չգիտեմ, ալոե վերայի, դա այդպես չի։ 90%-ից ավելին, մոտ 95%-ը դա օժանդակ նյութն է, ստացվում է, որ դու քսում ես քո դեմքին ամենասովորական բյուջետային կրեմը, այդքան բան կուզենայի ասել։ Բայց որպես փափկեցնող միջոց կարելի է օգտագործել այս միջին սիգմենտի պրոդուկտները, բայց որ գնաս 50 եվրո 10 քսես դեմքիդ մտածելով, որ հեսա բոլոր կնճիռները կհարթվեն, ինչ որ չուդը կրեմ, հրաշք միջոց, այդպիսին գոյություն չունի։ Եթե տեսնում եք աստղերի իդեալական խնամված դեմքը, մեծ մասամբ դա վիրահատական միջոցներ են, բոտեքս եւ այլ միջոցներ։ Այդպիսի կրեմ չկա, որ քեզ ինչքան էլ թանկ լինի, քեզ դարձնի սուպեր երիտասարդ։ Բայց համեմատաբար ավելի լավն են այո դեղատնային քսուկները։ Դա որպես դեղագետ ես ձեզ խորհուրդ կտամ միանշանակ, եթե ուզում եք ինչ որ չափով արդյունք ունենալ, օգտվեք դեղատնելու մարկա քսուկներից։ Իսկ սա ուղղակի զուտ խոնավեցնող, դեմքը արտաքին միջավայրի փոշուց պաշտպանող միջոցներ են, այդպես հրաշագործ միջոցներ չեն։ Ցույց տամ ձեզ այս գեղեցիկ կանաչ գույնի պայուսակը, հագեցած կանաչ գույն, շատ սիրուն գույն է, ունի իր հետ փոքրիկ այսպիսի պորտմանչիկ մանրունքների համար, բանալիների տեղ, ահա այսպես, այստեղից կարելի է ամրացնել, ցանկության դեպքում սա կարելի է հանել, երևի ոչ ոք էլ չի օգտագործում, կարծում եմ այսպիսի բաներ պայուսակից կախված, կամ էլ մի տարբերակ կա, թողնել վրան, իր վրա թողնել, բայց թողնել պայուսակի ներսում, ահա այսպես։ Մի տեղանի պայուսակ է, կանաչ եւ բորդոյի երանգներով, քրոսբոյդի բեկ տարբերակով կարելի է ուսին կրել, լուսնաձև գեղեցիկ գույնով հագեցած կանաչ գույնի մոդել։ Հիմա ցույց տամ հագուստը, սիրելիներ, ասեմ, որ սա իմ ոճը չի, պարզապես գնել եմ նվերի համար, Christian Dior բրենդն է, կարծես բիժու բլուզ լինի, որովհետև վրան արկա են քարիկներ, ինչպես տեսնում եք։ Սա շտրիխ կոդը ցանկության դեպքում հնարավոր է պատվիրել, եթե ինչ-որ մեկին դուր եկավ այս մոդելը։ Սա էլ էս մաղան է,
Այ այսպիսի զամշատիպ կտորները հիմա կարծես նորից վերադարձել են, ակտուալ են, շատ փափուկ է, հաճելի մաշկի համար։ Իսկ սա ամառային շորիկ է, ցանց, ծովափնյա կամ քաղաքային կապ չունի, հաճելի է նայվում ամռանը նման ցանցատիպ գործվածքի զգեստները, սառաֆանները, մեծամասամբ կրում են ծովափնյա երկրներում, որտեղ առկա է քամի, արև միաժամանակ։ Հիմա կկախեմ կախիչի վրա և կցուցադրեմ։ Սա նույնպես էս մառան է։ Հիմա ցույց կտամ կախիչի վրա, քանի որ իմ համար չեմ գնել, ես չեմ հագնի, կախած ցույց կտամ։ Ահա այսպիսի գործվածքից ամառային զգեստ, կողքերը բացվածքով, առկա է նաև մինչև ծնկների հատվածը աստաղ, գույնը հաճելի հագեցած բորդոյ, ուղիղ մոդել։ Սա էլ այսպես, շատ փափուկ կտորից, ծակոտքիներով բլուզ, հով և փափուկ, հաճելի է մաշկին նմանատիպ կտորները։ Ահա և այս մոդելը ծաղկային քարիկներով բիժու բլուզ, այդպես կարող եմ բնութագրել։ Ահա այսպես, սա էլ Կրիստիան Լորը։ Դե ինձ սիրելիներ, այսօր այսքանը, կարծում եմ ձեզ դուր եկավ այս տեսանյութը, իսկ նրանք, ովքեր նոր են միացել իմ ալիքին, չմոռանաք բաժանորդագրվել կրկին հանդիպելու նպատակով։ Մաղթում եմ ձեզ լավ օրվա շարունակություն ու բարձր տրամադրություն։ Մնացեք ինձ հետ, կհանդիպենք շատ շուտով։ Պակա-պակա, ցտեսություն։